Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել Թբիլիսիի կենտրոնում բնակվող 5 ընտանիքներից բռնի կերպով առգրավել իրենց պատկանող հողատարածքները այդ տեղում Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական ազգային մշակութային կենտրոն կառուցելու նպատակով։ Իրավապաշտպանները որոշումը անօրինական են համարում եւ պատրաստվում են բողոքարկել այն։ Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը, Արտյոմ, ստացվում է, որ անգամ սեփական երկրի քաղաքացիների իրավունքներն են ոտնահարում Հեյդար Ալիևի կենտրոն ունենալու պատվին արժանանալու համար։ Ինչու՞։ Այդպես է ստացվում, Հեյդար Ալիևի անվան կենտրոն կառուցելու որոշումը Վրաստանի կառավարությունը կայացրել էր դեռևս 23 թվականին քաղաքի ամենակենտրոնում, ոչ հեռու այդ Մեյդան կոչվող թաղամասն է, Հեյդար Ալիևի արձանը, Ադրբեջանի դեսպանությունը, ադրբեջանական բաղնիքները, ռեստորանները, խանութները, յուրահատուկ ադրբեջանական անկլավ է ձևավորվում Թբիլիսիի այդ կենտրոնական զբոսաշրջային հատվածում։ Ուրեմն հողը հատկացրել էին, սկսել էին նախագծման աշխատանքները, սակայն պարզվեց, որ նախագծել են մի շինություն, որը շատ ավելի մեծ է, քան այդ շինության համար հատկացված հողատարածքն է։ Դրանից հետո Ադրբեջանի կառավարությունը կրկին դիմում է Վրաստանի իշխանություններին, խնդրելով ավելի մեծացնել այդ հողատարածքը, բայց ամբողջ խնդիրն այն է, որ հարևան այդ հարակից տարածքները ունեն օրինական սեփականատերեր, որոնք բոլորովին էլ հակված չեն իրենց հողը պետությանը վաճառելու եւ այդ տարածքում ադրբեջանական ազգային կենտրոն կառուցելու նպատակով։ Բնական է, որ Ադրբեջանի կառավարությունը սկսեց իր իմացած ձևերով լոբինգը, օգտագործելով նաեւ դիվանագիտական եւ քաղաքական ճնշման լծակները։ Արդյունքում Վրաստանի կառավարությունը որոշեց, որ տարածելու է այդ օբյեկտի վրա, այսպես կոչված հանրային կարիքի կարգավիճակ, այդպիսի կարգավիճակ կա, որը հնարավորություն է տալիս կառավարությանը բռնագրավել հողը օրինական սեփականատիրոջ կամքին հակառակ։ Փաստորեն Ալիևի դուրը գալու համար հատուկ այդ որոշումը կայացրել են եւ օրինական սեփականատերերի ձեռքից բռնագրավել են այդ հողատարածքները այդտեղ Հեյդար Ալիևի կենտրոն կառուցելու համար։ Եվ այդ որոշումը էկոնոմիկայի նախարարը Մարիամ Կրվիաշվիլին կայացրել էր 5 օր առաջ Հեյդար Ալիևի Թիֆլիս կատարած այցից առաջ։ Այսինքն պարզ է, որ ցուցադրական դա արվում էր, ցույց տալու, որ որքան լուրջ քայլերի պատրաստ են դիմել Ալիևի դուրը գալու եւ իրեն լավ տրամադրություն ստեղծելու համար։ Մենք արդեն խոսել էինք, որ նույն այդ օրը Վրաստանի իշխանությունները որոշել էին արտահանձնել Ադրբեջանին հայտնի ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Աֆղան Սադիխովին, ով Վրաստանում քաղաքական ապաստան էր խնդրել։ Արտյոմ, հիմա այս ամենին ինչպես է վերաբերվում հասարակությունը։ Այդ հողատարածքների օրինական սեփականատերերը իհարկե բողոքում են, պատրաստվում են բողոքարկել որոշումը դատարանում, խստորեն քննադատում են Վրաստանի կառավարությանը, նաև իրավապահները եւ ընդդիմադիր քաղաքական գործիչները, նրանք ասում են, որ անթույլատրելի է սեփական երկրի քաղաքացիների շահերը ոտնահարել Ալիևին սպասարկելու եւ իր դուրը գալու նպատակով։ Եվ ընդհանրապես Վրաստանում շատերին մտահոգում է այն, որ Ադրբեջանը արդեն չափից դուրս մեծ ներկայություն ունի Վրաստանի մայրաքաղաքում եւ այդ ներկայությունը ոչ միայն հումանիտար եւ մշակութային, այլ նաեւ քաղաքական։ Եվ դա այն դեպքում, երբ Ադրբեջանի իշխանությունները ոչ մի զիջումներ չեն անում վրացիներին, օրինակ վրացական Դավիթ Գարեջի վանական համալիրի պատկանելիության հարցում։ Վրաստանում շատերը դուր չի գալիս այն, որ Հեյդար Ալիևի անվան հետ շատ բազմաթիվ օբյեկտներ կան Թբիլիսիում եւ ընդհանրապես Վրաստանում։ Դա կարծում եմ լավագույնս դրսևորվեց 2017 թվականին, երբ անհայտ անձինք պղծել էին Հեյդար Ալիևի հուշարձանը Թբիլիսիի կենտրոնում։ Իդեպ նշեմ, որ Վրաստանը Ալիևի հուշարձանների քանակով զիջում է միայն Թուրքիային։ Վրաստանում 5 Հեյդար Ալիևի արձան կա Թբիլիսիում, Ռուստավիում, Գարդաբանիում, Մարնաուլիում եւ Բաթումիում։ Եվ կարծեմ նույնիսկ նոր նախագծեր կան այլ քաղաքներում եւս Հեյդար Ալիևի արձաններ բացելու։ Դա այն դեպքում, երբ բազմաթիվ երկրներում, օրինակ Կանադայում, Եգիպտոսում եւ Մեքսիկայում հակառակը հասարակության ճնշման արդյունքում ապամոնտաժել են Հեյդար Ալիևի հուշարձանները։ Արտյոմ, հիմա այս ամենից հետո հարց է առաջանում, արդյոք հայկական մշակութային ազգային կենտրոն կա։
Ոչ, Թբիլիսիում հայկական մշակութային կենտրոն նման չկա, կան փոքրիկ մշակութային կենտրոն Հայ Արտունը եւ Հովանես Թումանյանի կենտրոնը, բայց մեկը եկեղեցունն է պատկանում, մյուսը մասնավոր անձի սեփականություն է։ Նշեմ, որ Թբիլիսիում կա նաեւ ադրբեջանական մշակույթի պատմության թանգարան։ Ես այնտեղ չեմ եղել, բայց ես եղել եմ Թբիլիսիի քաղաքային պատմության թանգարանում եւ հայտնաբերել եմ ընդամենը մեկ հիշատակում այն մասին, որ Թբիլիսիում նաեւ հայեր են ապրել, եւ 12 հիշատակում այն մասին, որ ադրբեջանցիները մեծ ժառանգություն են ունեցել Ադրբեջանում։ Այն դեպքում, երբ պարզապես համեմատելու չէ, այդ ժառանգությունը, ու մասնավորապես 19-րդ դարի կեսից մինչև 1917 թվականը Թբիլիսիում 48 քաղաքապետերից 46-ը գիտենք, որ հայեր են եղել։ Այդ ամենը իհարկե փոքրինչ անդրամաբանական է եւ զգացվում է, որ Ադրբեջանի դիվանագետները լուրջ աշխատանք են իրականացնում եւ լուրջ ֆինանսավորում ունի այդ աշխատանքը։ Շնորհակալություն, Արտյոմ։